Հաղորդման գլխավոր հովանավորն է Asekose.am կայքը։ Հաղորդման գործընկեր, նավավար ձկնալի ըմպելարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, առաջին հարկ, իսկական նավահանգստային միջավայր Լեռներում։ Հաղորդման գործընկեր, Ժան-Պոլ էգզիստենցիալ սրճարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, երկրորդ հարկ, վայր, որտեղ գերակա է զրույցը, որտեղ արվեստն ու չարվեստը թափառում են սենյակից սենյակ։ Երբեմն վերլուծում եմ անցած ճանապարհս, ինքս ինձից գոհ եմ, ոչինչ չի փոխի, քանի որ կյանքի մեծ դպրոց եմ անցել։ Նրա միտքն է, իսկ այսօր նա կպատմի, թե ինչ դժվարություններ է ունեցել իր ճանապարհին։ Բարև ձեզ Նաիրա, շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանը մասնակցելու հրավերը։ Ձեզ եմ շնորհակալ, կարծում եմ շատ հետաքրքիր զրույց պետք է անցկացնել։ Կարծում եմ, որ շատ հարցեր կան, որոնք պետք է այսօր պատասխան ստանան, առավել ևս, որ մայրանալուց հետո սա ձեր առաջին հեռուստատեսային հարցազրույցն է։ Այո։ Նաիրա, նախ ուզում եմ ուշացումով շնորհավորել ձեզ մայրանալու կապակցությամբ, ընդամենը ամիսներ առաջ ծնվել է ձեր դուստրը Մարիան, եւ երբ ես պատրաստվում էի մեր զրույցին, հասկացա, որ դուք բազմիցս եք նշել, որ շատ եք ցանկանում մայրանալ։ Համենայն դեպս նշում եք, որ ձեր կյանքում դուք ունեք գրեթե ամեն ինչ, բոլոր ցանկությունները հասցրել եք իրականացնել, մնում է մայրանալը։ Հետաքրքիր է, ինչպիսին է այսօր ձեր կյանքը։ Կարծում եմ, որ Մարիան այն փոխել է։ Ավելի շատ ոչ թե փոխել է, այլ ստիպել է, որպեսզի վերածնվես։ Այսինքն ամեն ինչին նորովի նայես, կյանքը ավելի վերլուծես։ Նույնիսկ ամեն բառ ասելուց արդեն պատասխանատվություն ես կրում, որ վաղը նա դա կարդալու է։ Ամեն մի նոր ծնունդ ինչ-որ նոր բանի սկիզբ է եւ շարունակության։ Մարիան ինձ եւս մեկ անգամ թույլ տվեց, որպես ես հասկանամ, որ ես նույնիսկ արդեն կարող եմ երկրորդ եւ երրորդ երեխաները ունենալ, որովհետեւ ես ինքս ինձ կարող եմ համարել, որ ես բավականին լավ մայր եմ։ Չնայած որ շատ շատերի կարծիքով, որոնց մասին նույնիսկ ես էլ տեղյակ չեմ, շատ գռեհիկ բաներ էր գրվել, որի համար անկեղծ շատ ծանր տարավ։ Խոսքը ինչի մասին է, գռեհիկ ասելով, ինչ նկատի ունեք, ինչն են կոնկրետ ըստ ձեզ նրանք քննադատում։ Որ Աստված պետք է իմանա ում է մայր կոչում եւ ով կարող է երեխա ունենալ։ Ձեր կյանքի կարևորագույն փուլը խոսքը մայրանալու մասն է, համընկավ մեկ այլ բարդ փուլի հետ։ Դուք որոշում կայացրիք ձեր ամուսնուց հեռանալու եւ այդ ամենը շատ քննարկվեց, հատկապես համացանցում։ Հետաքրքիր է, ինչպես հասկացաք, որ պետք է այդ որոշումը կայացնեք եւ հեռանաք։ Այդպես ստացվեց եւ շնորհակալ եմ իմ կողքի բոլոր մարդկանց, ովքեր երբևէ չխառնվեցին եւ չփորձեցին ինձ խորհուրդ տալ, որովհետեւ ես բավականին կայացած կենսագրություն տեսած ինչ-որ մի առումով հաստատուն տեսակ եմ իմ տեսակով եւ շնորհակալ եմ նրանց, որ նույնիսկ եթե տրվեց հնարավորություն խորհուրդ տալու, նրանք լռեցին։ Կայացվեց ուղղակի այդպես էր պետք երևի։ Չգիտեմ, ես երբևէ չեմ փորձում բարդացնել այն ամենը, ինչ որ միգուցե այդ շրջանում ինձ համար բարդ էր, բայց դա ոչ իմ, ոչ իմ ընկերների, ոչ իմ հարազատների եւ առավել եւս հեռուստատիտող եւ հանդիսատեսի համար պետք չէ ընկալվի կամ հասկանալի լինի։ Դա իմ կյանքն է, դա իմ բարդ ընթացքներ, դա իմ դժվար ինչ-որ ընթացքներ, որի մասին ես միշտ փորձել եմ լռել։ Ես չեմ սիրում բարդացնել իմ առօրյան, իմ կյանքը ուրիշի ուսերին։ Ինչն էր ավելի բարդ Նաիրա, երբ հիմա արդեն այդ փուլը հաղթահարված է, երբ հետ եք նայում, որոշում կայացնելը, որ պետք է հեռանաք, թե այդ որոշման բարդությունը, ծանրությունը կրելը։ Ավելի բարդ էր որոշումը մայրանալու։ Դա ավելի բարդ է կարծում եմ յուրաքանչյուր կնոջ համար, քան բաժանման ընթացքը, մանավանդ այդ շրջանում։ Որովհետև ինչքանով էլ ուզում եմ իմ տեսակը տարբերվի, տարօրինակ լինի կամ ինչ-որ ազատ ընկալումների, համենայն դեպս այն քայլը, որ դու համ բաժանվում ես, համ պետք է մայրանաս։ Եվ ես ավելի շատ իմ ամբողջ կյանքը էներգիան նվիրեցի մայրանալուն եւ չհասցրեցի նույնիսկ բարդություն տեսնել իմ բաժանման մեջ։ Ներողություն, դուք վախենում եք միայնակ լինելուց, միայնակ մայր լինելուց։ Բացարձակ ոչ, եւ նույնիսկ ասեմ ավելին, ես երբևէ չեմ մտածել, որ պարտադիր պետք է ամուսնանալ եւ նոր մայր դառնալ։ Ես երազում եմ ուղղակի, որ յուրաքանչյուր կին, ով որ ծնվել է եւ
արարվել այս աշխարհում Աստծո կողմից Մայրանա, որովհետև դա է կնոջ շարաքինություն, դրա համար է ստեղծված։ Իհարկե հաճույքները իրենց հերթին, աշխատանք իրենց հերթին, բայց ինչի համար ես դու եկել լույս աշխարհ, չմոռանանք, եւ դրա համար պարտադիր չի մատանի կրել, եկեղեցի մտնել։ Եթե այդ ամեն ինչը սիրով է եւ պատրաստ, ոչ թե ունենում ես եւ մանկատուն տանում, հետեւաբար ես իրոք շատ եմ ուզում, որ բոլոր կանայք, ում Աստված իհարկե կկամենա, ունենան բալիկներ։ Ես գաղտնիք չեմ բացահայտի, ես գիտեմ, որ դուք նույնիսկ այդ խոսակցությունների մասին տեղյակ եք, որ բազմիցս հարցազրույցներում մեկնաբանություններում հաճախ են նշում, դե երևի Նաիրա Մովսիսյանին ընդամենը պետք էր մայրանալ, Վան Հակոբյանը պարզապես հարմար թեկնածու էր, նրա նման մեկնաբանություններ ուզենք թե չուզենք կան։ Ոչ միայն մեկնաբանություններ, չէին թաքցնում նույնիսկ ինձնից։ Այդ խոսակցությունը մեր ազգին բնորոշ է։ Իսկ մարդ, որը մայրանում է, իրենք չեն մտածում, որ այդ մարդը իրոք սիրել է, ամուսնացել է եւ չի ստացվել, եւ պետք էլ չի որ մտածեն իմ կյանքի մասին։ Ես այն տեսակն էի, որ եթե ինձ պետք լիներ երեխա, ես նոր մի քիչ առաջ ասացի, որ դրա համար պարտադիր չէր։ Իհարկե հաճելի է ընտանիքում, դա պետք է, դա երեխայի համար է լավ։ Իհարկե յուրաքանչյուր կին ուզում է երջանիկ ընտանիք ունենալ։ Եթե ինձ պետք լիներ երեխա, ես վաղուց կարող էի ունենալ եւ ոչ թե մեկ, այլ շատ։ Հետևաբար չեմ կարծում, ամեն ինչ այս դեպքում ըստ այդ քննադատողների ամեն ինչ ավելի օրինական բնույթ է կրում եւ նրանք կարծում են, որ դուք պարզապես ուզում եք ամեն ինչ օրինական։ Ես մի քանի տարի առաջ եւս օրինական ամուսնացած եղել եմ։ Նշանված, այսինքն եղել եմ եւ թղթով օրինական ամուսնացած։ Եվ ինչու չեղավ, որովհետեւ Աստված չկամեցավ։ Նաիրա, ի սկզբանե ձեր եւ ձեր նախկին ամուսնու հարաբերությունները շատ քննարկվեցին։ Բազմիցս նշվեց, թե դուք ինչպես եք ամուսնացել, շատերը այդ առումով էլ փորձում էին հասկանալ, թե ինչպես կարելի է այդքան հապճեպ ամուսնանալու որոշում կայացնել, եւ երբ դուք ամուսնալուծվեցիք, բոլորը ասում էին, դե այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ որոշումը շատ արագ էր տրվել։ Սակայն հետաքրքիր է, երբ բաժանումը նոր էր, դուք կամ չէիք խոսում, կամ էլ մեկնաբանելուց այնպես եք արտահայտվում, որ հասկանալի էր, որ ձեր միջև չկա խաղաղություն։ Համենայն դեպս այս առիթով մեջբերեմ ձեր մտքերից հետևյալը։ Ես ոչ մի մեկնաբանություն չեմ ուզում տալ, հակառակողն արդեն այնքան է խոսել եւ իրեն PR արել, որ էլ կարիք չկա խոսելու։ Առհասարակ ես իմ անձնական կյանքի մասին խոսելու եւ դրանով ինձ PR անելու կարիք չունեմ։ Իսկ եթե նրանք կամ նա այդ խնդիրն ունեն, ուրեմն խնդրեմ թող խոսի։ Դուք զայրացած եք, դուք վիրավորված եք, թե ինչ էր սա։ Ես հիմա էլ եմ նույնը ասում։ Դա ոչինչ չի փոխվել։ Իհարկե ես չէի խոսում, որովհետև դադար է եւ այո, ես շատ եմ թույլ տվել իմ անձնական կյանքը քննարկման առիթ սարքելու։ Ես ինքս եմ մեղավոր նույնիսկ այն կոմենտների մասին, որոնք գրվում են։ Բայց այն ինչ որ եղավ երեխայիս հայրիկի կողմից, դա իհարկե PR-ի միջոց էր։ Ես նույնիսկ այսօր եմ իրեն ասում եւ ես դա չեմ կարող հերքել, որտեվ ես լռում եմ, այսինքն սենց ասեմ, լրագրողները, որոնք նույնիսկ նեղվեցին, որ ես ասացի հարցեր տալուց առաջ գոնե մարդու կենսագրությունը իմացեք նոր, նեղվեցին եւ ասացին, որ ես արտահայտվել եմ, որ լրագրող չկա, ես հարցազրույց չեմ ուզում տալ։ Ոչ, ես ընդհանրապես ասում եի, որ ուզում եմ հասկանալ, հանրահայտ մարդը ես եմ, թե նա։ Եթե ձեզ հետաքրքիր է իմ անձնականը զանգահարում եք, իրեն եք տալիս, իրենից եք վերցնում հարցազրույց, ինչ կարիք կա էլ ինձ զանգելու եւ ինչ որ մի բան ճշտելու։ Գուցե նա պարզապես պատմության հակառակ կողմն էր։ Այսինքն ձեր կարծիքով պիտի ես ուրիշ բան ասեի, նա ուրիշ։ Գուցե լրագրողները ցանկանում էին նաեւ նրա մեկնաբանությունը լսել պատմությունը ավելի հասկանալի դարձնելու համար։ Դրա համար գոնե մի քիչ ուսումնասիրեին, առաջինը գոնե ինձ հետ խոսեին, կամ ինչպես է, չէ, բացի Հայաստանից ես կարծում գրեթե բոլոր երկրներում մի հատ թույլտվություն գոյություն ունի, չէ, խոսենք, գրենք, ասենք, թե ոչ։ Խնդիրը դեղին մամուլի մասին չէ, որը մենք ճակերտար ասած գրեթե չունենք էլ։ Դե մեր ամբողջ ինչ կատարում է դեղին է հենց։ Ոչ մի կանաչ բան ես չեմ տեսել այսքան ժամանակ։ Հետևաբար չէ, այն փաստը, որ նա իհարկե այն տղամարդկանց տեսակին է պատկանում, որ սիրում է կենտրոնում լինել, մինչ օրս եւ միշտ էլ այդպես կլինի, կարծում եմ դա լավ ինչ-որ բնավորության հատկանիշ է, երևի թե իր համար։ Խոսեց լավ արեց, բայց ես չէի ցանկանում, որովհետեւ դա ինձ չէր հետաքրքրում, թե ինչ է ասում հասարակությունը։ Ինձ համար կարևոր չի ինչ են ասում, ինձ համար կարևոր է ով է դա ասում։ Ես բազմիցս դա շեշտել եմ եւ ասում եմ։ Դուք բազմիցս նաև նշել եք, որ իսկ ուր է այդ նույն հասարակությունը, երբ ես տխուր եմ, երբ ես ինձ վատ եմ զգում։ Ուր է։ Հիմա էլ եմ ասում, երբ ես մայրացել եմ, շատ լավ եմ, իհարկե, ամեն ինչ շատ լավ է։ Շնորհավորանքի փոխարեն գրել հակառակը, թե Աստված էլ չգիտի ում է մայր տալիս, ինձ համար ծիծաղելի է եւ ինչ որ միտեղ ցավալի։ Եվ հետո երբ որ վերլուծում ես, ասում ես, գուցե ես եմ թույլ տվել, որ շատ մարդիկ խառնվեն։
Եվ ասեմ, այն մարդիկ, ովքեր գրում են կամ շատ պարապ են, կամ էլ այնքան լավ է իրենց կյանքում ամեն բան, աշխատանք, գումար, ամեն ինչ այնքան շատ ունեն, որ չգիտեն էլ ինչով զբաղվեն, նստած այդպես քննարկում են, իրենց խնդիրն է։ Բայց ծանր էր ինչ-որ մի շրջան, հես վերջերս էլ ինչ-որ մի բան եղավ, բայց ծանր է ոչ թե ինձ համար, այլ վաղը դա կարդալու են իմ երեխաները։ Ու իհարկե ես կդաստիարակեմ նրանց, որ հասկանան, որ գրողները ինձ հետ կապ չունեն, բայց հաճելի չէ ամենայն դեպս։ Մարդիկ պետք է նայեն սկզբում իրենց կյանքին, վերլուծեն իրենց կյանքը, հետո նոր դիմացին իրավունք վերապահեն քննադատելու, քննարկելու, չնայած որ դա իրավունքը ոչ մեկ չունի։ Քննադատությունների վերաբերյալ հիշում եմ, երբ առաջին անգամ բացահայտ կերպով նշել եք, որ հղի եք եւ նաեւ ֆոտոշարքով եք հանդես եկել, շատերն էին ձեզ շնորհավորելու փոխարեն քննադատել եւ այդ ժամանակ Վան Հակոբյանը, ձեր նախկին ամուսինը, հանդես եկավ մեկնաբանությամբ։ Մեջբերեմ նրա միտքը։ Ոչ ոք չի ճանաչում իրեն այնպես, ինչպես ես։ Նա շատ լավ մարդ է ու պետք չէ կարծիք կազմել, երբ չգիտեք, թե իրականում ինչ է եղել։ Վանը նաև միաժամանակ նշել էր, որ նա չի թույլ տա, որ վիրավորեն իր նախկին կնոջը, ինչպես նաև իր երեխայի մայրիկին։ Սա տարբերակ էր PR-վելու, թե իսկապես դուք զգում եք, որ նա ձեր կողքին է եւ թիկունք է ձեզ համար։ Գիտեք, այսպես ասեմ, եթե ես հիմա խոսեմ, էլի պիտի ինձ բոլորն ասեն, այդքան անկեղծ պետք չէր խոսել, բայց պետք է ասեմ։ Դա եւս իմ դպրոցն է։ Դա եւս այն է, որ դիմացին չի կարելի ցածրացնել եւ վատաբանել։ Պետք է բարձրացնել, լավը խոսել, որպեսզի ինքդ բարձրանաս։ Իհարկե շնորհակալություն, որ նման բան է ասել, չնայած ես տեղյակ էի, բայց ես եւս մեկ անգամ ասեմ, ուր էր նա այդ ժամանակ։ Բայց չէ՞ որ որոշումը ձերն էր ի վերջո հեռանալու։ Բայց չէ՞ որ ես հղի էի։ Այսինքն դա իմ եւ նրա անձի հետ ոչ մի կապ չուներ, դա մեր հարաբերությունների մեջ պետք է ոչ մի ինչ-որ բան չթողներ հետք։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, դուք նկատի ունեք, որ թեպետ դուք կին տղամարդ, որպես կին տղամարդ հարաբերությունները ձեր արդեն ավարտվել են, բայց միևնույն է նա չպետք է մոռանալ, որ դուք իր երեխայի մայրն եք, այն դեպքում որ դա կարծես թե տեղի էր ունեցել։ Իհարկե։ Նա ձեր կողքին չէր, նա չէր զանգում։ Շատ կանայք, խոսքը իհարկե ձեր մասին չէ, պարզապես, շատ կանայք իրենք են ստեղծում արգելքներ տղամարդու համար։ Նույն երբ որ արգելում են երեխաներին շփվել իրենց հայրերի հետ եւ ապա նաեւ բողոքում, գանգատվում, թե ուր է իր տղամարդը։ Գուցե դուք էլ եք պատնեշներ ստեղծել, այդ մասին մտածել եք։ Իմ մասին հիմա էլի չեմ խոսում, ինչքանով ուզում է պատնեշ ստեղծել։ Եթե դիմացինը ցանկանում է եւ պարտավորվածություն է զգում, պիտի քանդի այդ պատերը։ Պիտի ժամերով էլ, օրերով էլ, այնքան կանգնի ու սպասի, թե երբ իրան դուր կբացեն, որ ինքը գոնե տեսնի։ Դրա մասին է խոսքը։ Այն, որ մենք հիմա շատ լավ հարաբերություններում ենք, նա բավականին լավ հայր է երեխայի համար, եւս ես եմ թույլ տվել։ Ինքը նախաձեռնող կողմը չէր։ Նախաձեռնողն էր, որ այնքանով, որ նա ուզել է երեխա ունենալ, նրան հետաքրքիր էր, բայց այն ամբողջ ընթացքում, երբ որ չկար, ինչ եք կարծում, շատ կանայք կան, որ 9 ամիս բացակայելուց հետո թույլ կտան շփվել երեխայի հետ։ Կարծում եմ քչեր այդպիսի որոշում կայացել։ Ես այդ քչերի մեջ եմ եւ կարելի ասել առաջիններից եմ, որ ուղղակի ամբողջովին վստահում եմ երեխայի նրան եւ ասում եմ նորից նա շատ լավ հայր է։ Մենք շփվում ենք երեխայի համար, մենք շփվում ենք որպես երեխան տեսնի կատարյալ ընտանիք, թվացial իր համար իր աչքերի դեռ հիմա շատ փուճուր է։ Երբ որ կմեծանա, արդեն կհասկանա, կբացատրենք ինչ է կատարվում, բայց ամենայն դեպս ինքը սիրում է իր պապային, պապան էլ իրան է սիրում եւ ես դրանով արդեն երջանիկ եմ։ Հետաքրքիր է, ինչու այդ այնուամենայնիվ որոշեցիք, որ այդ հնարավորությունը պետք է տաք բանին։ Որովհետեւ ես չեմ երեխայի տեղը որոշողը։ Նա ունի իր սեփական կարծիքը, որը կմեծանա եւ կարտահայտի։ Ինձնից հաստում է թույլ տալ։ Այս դեպքում ես ոչինչ չեմ կարող անել։ Ես իրավունք չունեմ ուրիշ անհատ ինչ-որ մեկի, որը նոր է ծնվել, որոշում կայացնել իր փոխարեն։ Ես կարող եմ ուղղորդել, բայց ես չեմ կարող որոշել նրա փոխարեն։ Փաստորեն այսօր կարծես չեք զղջում այդ որոշման համար, որովհետև քիչ առաջ էլ նշում եք, որ ամեն ինչ հարթ է։ Այսօր դուք որոշակի նույնիսկ եթե հարթ չլիներ, շփվում եք Վանի հետ։ Իհարկե շփվում ենք։ Եթե հարթ էլ նույնիսկ չլիներ, ես թույլ էի տալու տեսնել երեխային։ Դա իմ իրավունքը չէ, ես նորից եմ ասում։ Իմ իրավունքն էր զրկելը գուցե, բայց դրանից արդեն իմ էգոիզմը կշարժվեր։ Բայց հիմա արդեն ես երկրորդական եմ այդ հարաբերություններում։ Բացառում եք, որ կկարողանաք մեկ օր ներել Վանին եւ վերամիավորվել։
Երբևէ նման բան չեմ մտածել եւ չեմ մտածում եւ չեմ մտածի, բայց շատ երջանիկ կլինեմ, որ իր օգնակազմի ընտանիք երջանիկ լինի, ես էլ ուրախանամ այդ առիթով։ Երբ հետ եք նայում, ինչ եք կարծում, իրականում այս ամենը տեղի ունեցավ, որովհետեւ որոշումներ ժամանակին շատ արագ տրվել, թե ընդհանրապես նա այն տղամարդը չէր։ Այդպես էր պետք ի վերուստ։ Երբեք ոչ մեկ չի կարող երաշխավորված լինի, թե ինչ կլինի վաղը։ Ինչ գիտենք 2 րոպե հետո կամ մի վայրկյան հետո կամ հենց հիմա մեզ հետ ինչ կլինի։ Մենք չենք որոշողը։ Մենք ուղղակի այդ որոշումներին կամ հիմք ենք դնում շարունակում ենք կամ թողնում ենք նենց ոնց որ կա։ Եթե պետք լիներ միասին կլինեինք, եթե պետք լիներ ես վաղուց արդեն մայրացած կլինեի, եթեները այնքան շատ են, բայց քանի որ ես ամբողջովին մանավանդ իմ աղջկա ծնունդից հետո թողել եմ արդեն Աստծուն, հետեւաբար եթե պետք լինի, ինչ-որ մի բան կլինի, բայց կոնկրետ ինչ վերաբերում է իմ անձնական կյանքին, ես ավելի ուրիշ բան եմ մտածում։ Իսկ ներել եք նրան։ Գիտեք, մի անգամ կարդացի շատ հետաքրքիր բան, որ եթե չներես, այն մյուս կյանքում այլ ներող չի լինի, հետևաբար որպեսզի ես նրա ճակատագրի վրա չգործեմ, ներել եմ այնքանով, ինչքանով պետք է։ Հարց, որը պարզապես չեմ կարող չտալ։ Մենք երկար խոսեցինք ձեր նախկին հարաբերություններից եւ ակնարկը կարծես այսպիսին էր. Վան Հակոբյանը փորձել է PR-վել իմ անվան շնորհիվ։ Ճիշտ հասկացա ես։ Սկզբում այո, նման բան եղել է։ Բայց հետո երբ որ մարդ տեսակս ճանաչեց, իր բառերն եմ ասում, հասկացամ, որ սիրում է։ Բայց դա խոստովանել է ձեզ, որ այդպիսի փուլ իսկապես եղել է իր կյանքում։ Իհարկե եղել է։ Մենակ ես չեմ եղել դրանից առաջ ընթացքում, այսինքն գրեթե բոլոր ճանաչված եւ հանրահայտ մարդիկ գրեթե կարող են հաստատել դա։ Ինչին են ածկտում ըստես, հայտնի դառնալ։ Հիմա չգիտեմ, անկեղծ չգիտեմ, որովհետեւ ես հասկացա, որ ես այս կյանքում չեմ ճանաչում մարդկանց դեռ լիովին եւ չեմ կարող ասել, թե ինչին է նա ձգտում։ Համենայն դեպս ինձ պետք է որ նա ձգտի կատարել հայր լինելուն։ Մնացած թե ինքը իր կյանքում ինչին է ձգտում, դա անկեղծ այնքան քիչ է ինձ հետաքրքրում։ Համենայն դեպս կուզեի որ իմ աղջիկը լսեր միայն լավը նրա մասին։ Նաիրա, երբ ես պատրաստում էի մեր հարցազրույցին, այսպիսի մի հատված գտա։ Դուք նշում եք, որ ձեր կյանքում բարդ շրջան է այնքանով, որ շատերն են լքել ձեզ այս 1 տարվա ընթացքում։ Շատերն են հեռացել եւ մնացել են ընդամենը հաշված մարդիկ։ Ինչ է ստացվում, ինչու է այդ ամենը տեղի ունենում։ Դուք երբ ինքներդ փորձում եք վերլուծել, պատասխան ստանում եք։ Շատ բան եմ թույլ տվել։ Շատ եմ թույլ տվել, որ մոտ գան։ Շատ եմ անկեղծ եղել։ Եթե շատ անկեղծ ես, քեզ կամ օգտագործում են, կամ մտածում են, դե ասում է էլի։ Դրա համար մնում են այն մարդիկ, ովքեր եղել են, կան եւ կմնան կարծում եմ։ Իսկ ովքեր ճակերտների մեջ եմ իդեպ գրել, լքել են ինձ, ես միայն ուրախ եմ եւ շնորհակալ, որ առանց ինձ կարող են շարունակել իրենց կյանքը, բայց երբ որ հետ կան, ես ուղղակի չեմ լինի։ Վերջին տարիների իրադարձությունները, եթե փորձենք վերլուծել, շատ չէին դժվարությունները ձեզ համար։ Դուք ունեք այնպիսի փուլ, երբ զգում եք, որ իսկապես այլևս չեք կարող ձեր համբերության բաժակը սպառվել։ Չէ, որովհետև ես լավ համբերություն ունեմ։ Ես երբևէ դժվարությունները որպես այդպեսին չեմ ընկալում դժվարություն։ Այն ընթացքը, որ եղավ իմ կյանքում դժվարին շատ-շատերի համար, նույնիսկ իմ շատ մտերիմների եւ ընկերների, նույնիսկ իրենք են ասում, որ լավ, ոնց կարելի է տենց ժպիտով անցնել այդ դժվարությունը։ Կարելի է, ոչ մեկ պարտավոր չէ, ես ինքս եմ որոշել շատ բաներ իմ կյանքում։ Ես ինքս եմ մեղավոր եւ իրավունք անգամ չունեմ ինչ-որ մեկին մեղադրելու։ Նույնիսկ դժվարությունները, դժբախտությունները, ամենը գալիս է մարդուց։ Այսօր ինչ փուլ է ձեր կյանքում։ Հանգիստ։ Ավելի չվերլուծող, ավելի չխորացող, ավելի նեյտրալ։ Թող լինի այնպես, ինչպես որ պետք է լինի։ Կարծես թե այդ գիտեք ոնց է, իհարկե թող լինի այնպես, ինչպես պետք է լինի, բայց ես արդեն գիտեմ իմ ամբողջ կյանքի ծրագիրը կոպիտ ասած։ Նույնիսկ այս տարի էլ չմոռացա, նշեցի, որ այն ինչ որ ես ուզել եմ եւ ցանկացել եւ երազել, այդ ամենը ինձ տրվել է շատ հեշտությամբ։ Ես չեմ վախենում դրա մասին բարձրաձայնել։ Այո, ես սպասում եմ ժամանակին։ Ինքն իրան իմ կյանքում ամեն բան փուլերով գալիս եւ ընկնում է տեղը։
Եթե ես հիմա ոգևորվեմ կամ ինչ-որ շտապեմ, իմաստ չունի։ Ինչ եք սպասում ժամանակից Նաիրա։ Ինչի ակնկալիքն ունեք այսօր։ Որպեսզի կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի այն ամենը, ինչ որ ես ստեղծել եմ։ Սկսած մասնագիտությունից, վերջացրած երեխայի ծննդով, ես ընդհանրապես այս կյանքում ուզում եմ երևի թե որ մի անգամ կյանքում տնից դուրս գամ եւ շփտամ բոլորը։ Նաիրա, շատ ամուսնալուծված կանայք, հատկապես երբ ունենում են երեխա, նշում են, որ կարծես թե երկրորդ, երրորդ անգամ նույնիսկ չեն մտածում ամուսնանալու մասին, կամ պարզապես նույնիսկ եթե չամուսնանան, իրենց կողքին տղամարդ լինի, կարծես այդ էջը փակում են որոշակի առումով։ Ինչ կասեք դուք ձեր կյանքում, դուք մտորում եք կյանքի այս փուլում այդ մասին։ Ես միշտ եմ մտորում այդ մասին, ճիշտն ասած, ոչ թե տղամարդու մասին կոնկրետ, այլ եթե ստեղծված են Ադամը եւ Եվան, ինչու ես պետք է մենակ մնամ, եւ ինչու յուրաքանչյուր կին կամ յուրաքանչյուր տղամարդ պետք է մենակ մնա։ Չէ՞ որ ամեն եք իր ворցն ունի։ Իհարկե մտածում ես, ուղղակի մտածում ես, որ ավելի հաստատուն, ավելի երջանիկ, ավելի կայուն ինչ որ մի ընտանիք, ավելի անկեղծ ինչ որ հարաբերություններ, չէ՞ որ ես շատ եմ ուզում երեխաներ դեռ ունենալ։ Այդ մասին ես ուզում եի նշել, որովհետև նախ զրույցի սկզբում դուք նշեցիք, որ ուզում եք շատ երեխաներ ունենալ եւ վերջերս էլ հարցազրույցում նշել եք, որ ամենակիչը եւս 7 երեխա ցանկանում եք։ Երազում եմ։ Իրատեսական է դա ըստ եւ ամենակարևորը դատելով մեր զրույցից հետաքրքիր է դուք եթե ձեր կողքին չլինի ամուսին կփորձեք մայրանալ։ Իհարկե, ոչ թե կփորձեմ, այլ դա պարտադիր է, ես ինքս մենակ երեխա եմ, մորս եւ հորս կողմից։ Երկուսի միասին, որտեվ հայրս երեխաներ ունի, եւ ես գիտեմ դա ինչ է։ Բացի այդ էլ ինչու չտալ սերունդ։ Գիտեք, այն որ ասում են երեխա ես ունենամ դժվար է պահել, չէ, ընդհանրապես պետք է մտածելով ունենալ, պետք է աշխատել, պետք է սա չի լինում նա արեք, այսինքն այդ ամաչել, այդ հայերի բնավորության մեջ կա դա, որը ես չընկալեցի այդպես, եթե պետք է պիտի այո, յուրաքանչյուր գործ անես եւ պետք է հարգվի յուրաքանչյուր գործ, ինչպես բոլոր երկրներում հարգվում է։ Ոչ թե այստեղ չանես գնաս ուրիշ երկիր անես, որտեղ երեխաներից պիտի պահես։ Նույն գործը այստեղ արա։ Չի գնահատվում, ուրեմն այնպեսին եղիր դու ինքդ քեզ այնքան գնահատիր, որ գնահատեն։ Երկու կատեգորիա կա, մենք ծայրահեղ ենք, մեր ազգն է ծայրահեղ, եթե մենք ունենայինք ոսկե միջին, ավելի հեշտ կապրեինք։ Մենք կամ սուտի գլամուր ենք, որ մենակ խոսում են Շանելներից, Վերսաչիներից, Գուչիներից եւ չգիտեմ ինչերից, եւ մոռանալով թե որտեղից են եկել եւ ում հաշվին եւ ում շնորհիվ, եւ կատարելապես են, որ թե ինչ անենք չկա։ Այդպես չի լինում։ Պետք է հավաքել երկուսին միտեղ այսպես եւ հասկանալ, որ կա, պետք է ուզել ընդհանրապես։ Իսկ ով ասաց, որ մենք շատ լավ ենք, մենք հոգս չունենք, մենք կոմունալ չենք մուծում։ Իհարկե մենք ամեն ինչ էլ անում ենք, ուղղակի դա ամեն ինչ չպետք է բարդացնել անձանց վրա կամ չգիտեմ պետությանը մեղադրել։ Էլ լավ է չի գնանք բոլորս, ինչու ենք մնացել։ Հերթով գնանք։ Գոնե կարծում եմ Ռուսաստան հասնելու համար այդ գումարը հնարավոր է հայթայթել։ Զրույցի վերջում ուզում եմ դուք դիմեք բոլոր այն մարդկանց, թեպետ դուք երբեք չեք կարճում հասարակությունը ինչ կմտածի, ինչպես ինչ կմեկնաբանի, ինչ պիտակավորում կտա, բայց այնուամենայնիվ ուզում եմ դիմեք այն մարդկանց, ովքեր ձեր վերաբերյալ ստեղծել են կարծրատիպեր եւ ձեզ ընկալում են այնպիսին, ինչպիսին իրենք են ուզում տեսնել։ Թող տեսնեն։ Ես համաձայն եմ, թող տեսնեն, բայց դրանից առաջ մի հատ վերլուծեն իրենց կյանքը։ Մարդը, որը վերլուծում է իր կյանքը, մարդը, որը հասկանում է, որ ինքը այնքան անելիք ունի, ժամանակը այնքան թանկ բան է, ու դրանից հետո նոր է մեկնաբանություն գրում, ուրեմն ես հարգում եմ այդ մարդուն։ Իսկ մարդը այնքան լիարժեք կյանքով է ապրել, այնքան ոչ մի հոգս չունի, ոչ մի մտածելու բան չունի եւ իրավունք է իրան վերապահում մեկնաբանություն տալու, ես միայն ողջունում եմ։ Իսկ մարդիկ, ովքեր ուղղակի անելիք չունեն, տանը նստած, խոհանոցում կլինի, դրսում կլինի, չգիտեմ որտեղ նստած անելիք չունեն ու պարապետ կոմպյուտերից այն կողմ չեն գնում, ես ցավ եմ ապրում եւ ահա որ ողբում եմ նման տեսակի մարդկանց համար։ Ինքնակրթություն գոյություն ունի, ինտերնետը տվել է հնարավորություն ինքնակրթությամբ զբաղվելու, չեմ ասում գիրք կարդան։ Դա այնքան հեռու է արդեն մեր օրերում մեզնից։ Նստեն եւ սկսեն ինչ-որ հաղորդումներ նայել։ Չեմ ասում օպերա լսեն, դա մի քիչ դժվար է, էլի։ Դժվար ստատուսում է այդ կանգնած։ Ինքնակրթությամբ զբաղվելու ժամանակ էլ չես մտածում, թե ում քիթնածոր, ով շրթունքները լցրեց, ում մազերը բիզբիզա, ով էլ պիտի մայրանա կամ ոչ։ Ես ասում եմ, ես երազում եմ, ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր կին մայրանա եւ լինի այնպիսի մեն, ինչպիսին ես եմ, եթե կարողանան իհարկե։ Դա էլ է հարց։
Մենք սկսեցինք ուրախալի թեմայով եւ ավարտեցինք ուրախալի թեմայով։ Շնորհակալ եմ Նաիրա այսքան անկեղծ զրույցի համար, շնորհակալ եմ, որ դուք անկեղծորեն ներկայացնում եք, թե ինչ է կատարվում ձեր կյանքում միաժամանակ պահելով տեղին սահմանները։ Շնորհակալ եմ ձեզ լավ ուսումնասիրության համար։ Շատ հաճելի զրույց էր։ Եվ վերջում նկարահանման աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Արամի 42 կոտորակ 1 հասցեում գործող նավավար ձկնալի ըմպելարանին։ Իսկ իմ արտաքին տեսքի համար շնորհակալություն Ստուդիո 212 էսթետիկա եւ գեղեցկության սրահին։ Հասցե Թումանյան 12 կոտորակ 1 կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Asekose.am կայքը։ Հաղորդման գործընկեր, նավավար ձկնալի ըմպելարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, առաջին հարկ, իսկական նավահանգստային միջավայր Լեռներում։ Հաղորդման գործընկեր, Ժան-Պոլ էգզիստենցիալ սրճարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, երկրորդ հարկ, վայր, որտեղ գերակա է զրույցը, որտեղ արվեստն ու չարվեստը թափառում են սենյակից սենյակ։